Շատերի մոտ թյուր կարծիք էր, որ Լիան 200 կամ 500 դրամի համար վիճաբանության մեջ է ընկել։ Ես շատ նամակներ եմ ստացել կապված տվյալ վարորդի հետ, որ տվյալ վարորդը նման վատ, կոպիտ, սաստող վերաբերմունք է ցուցաբերել այլ հաճախորդների նկատմամբ, նույնիսկ տղաների։ Ինչու մենք չենք սիրում հաջողակ մարդկանց։ Ես ունեմ շատ քիչ թվականակով ընկերներ եւ նույնքան քիչ թվականակով հարազատ մարդիկ։ Գործընկերներդ չեն կարող դառնալ քո մտերիմ ընկերները։ Գործընկերներ են։ Բացառել ես այդ։ Գործընկերներին անձնական դաշ չեմ բերում։ Քո մասնակցությամբ սեքսադարան հաղորդումը, որը շատ քննարկվեց, կա զղջում, որ վարել ես այդ հաղորդումը։ Երբեք հեռուստասերիալում անկողին մտնել եւ համբուրվել, որը որ իրականացվում է, դա նորմալ է, բայց հաղորդման ժամանակ ուղակի նստած խոսել դրանց մասին, դա նորմալ չի, չեմ հասկանում։ Քո Instagram-ին նայող մարդը գուցե կվախենա քեզ հետ շփվել։ Իրական Լիան միս արյունից կազմված մարդ է, առավել եւս աղջիկ։ Եթե Instagram-յան հարթակին պետք է նայեն, կարող են քայլեր չանել։ Ինչ մութ կողմեր ունի մենակ ապրելը։ Երբ դու շատ ես հարմարվում քո ստեղծած մենակության հետ, եւ հետո դա քեզ համար դժվարություն է առաջացնելու ինչ որ մեկին քո աշխարհ թողնելու պարագայում։ Լավ հոնորարը կարող է քեզ ստիպել նկարահանվել այդքան էլ ոչ քո սրտով նախագծում։ Ես ունեցել եմ լավ հոնորարով առաջարկ վերջերս եւ հրաժարվել եմ, ես չէի ցանկանում այդ գործընկերուհիների հետ կամ գործընկերների հետ աշխատել, որովհետեւ չի ուզում։ Ողջույն Breakpoint-ի այսօրվա մեր հյուրը դերասանուհի Լիա Զախարյանն է։ Լիա, ոնց ես։ Ես շատ լավ եմ, շնորհակալություն, ձեր մոտ այնքան բարի դրացիական եւ պոզիտիվ մթնոլորտ ու տրամադրություն է, որ անկախ ամեն ինչից իմ տրամադրությունն էլ է փոխվում, շնորհակալություն։ Հուսով ենք, որ զրույցն էլ շատ հետաքրքիր կանցնի, եւ մինչեւ մեր հիմնական թեմաներին անցնելը ես միշտ մեր հյուրերին առաջարկում եմ մի փոքր իրենց ավելի լավ ճանաչենք, իրենց մտերիմ ընկերների միջոցով։ Առաջարկում եմ զանգենք քո մտերիմ ընկերներից որևէ մեկին եւ թող նա ինչ որ հետաքրքիր, հումորային դեպք հիշի ձեզ հետ կապված։ Հիմա պետքա փորձեմ հասկանալ որ մեկին զանգեմ, որ եթերային հումորներ հիշեն։ Ոնց ես սիրել ես։ Հա, դու հիմա բարձրախոսի վրա ես քեզ եմ ընտրել որպես իմ այն ընկերը, ով որ կարա իմ հետ կապված որևիցե արկածային զավեշտալի դեպք պատմի հիմա։ Օհո։ Okay։ Կարամ բարի լույսից հիշեմ։ Բայց մի վարք է, եկեք նախ ծանոթանանք մեր հյուրի հետ։ Ալեքսն է, քանի որ ասեց բարի լույս, մենք աշխատել ենք օրդ բարի առավոտյան ծրագրի շրջանակներում եւ հիմա էլ սերիալների նկարահանումների ժամանակ էլի համագործակցում ենք։ Բարև ձեզ Ալեքս ջան։ Բարև ձեզ։ Մենք սպասում ենք այն ամենազավեշտալի պատմությանը եւ հետաքրքիր, որ միշտ հիշում եք Լիայի հետ կապված։ Ամենազավեշտալին, որ իմ ծննդի օրը Լիան կոնկրետ տորթը մամերով տենց շուրա տալիս իմ վրա ու մենք հետո բոլորով այդ տորթը ուտում ենք, այդ տենց պատմություն այսքան ժամանակ եւս չէր եղել ձեր կյանքում։ Ինքը նկատի ունի, որ բացի այն, որ տորթով խփում եմ իրան, հետո այդ տորթը գնդիկ վերցնում եք ու ձնա գնդիկ ենք խաղում բոլորով։ Տորթով կոնկրետ պատերազմում ենք բոլորով։ Հետո Ես նույնիսկ նկարում եմ, որ սենց այդ տորթը սպիտակ կանաչ գույնի էր, սենց մազերս կանաչել էր, դեմքը սպիտակ, ձեռքերս կանաչ ու բոլորս այնքան տորթոտ էինք, այնքան քաղցր էինք ու կպչուն, որ ոչ մի մեքենա չէր թողնում, որ նստեինք, տուն գնայինք։ Լիա, այդպիսի կատակներ հաճախ ես անում ընկերներիդ հետ։ Ճիշտն ասած Ալեքսի ծննդյան արարողությունից հետո այլևս չեմ անում։ Տուն գնալ կա էլի վերջը չէ։ Պատուն հասել է դոր։ Հենց էտա։ Ու Ալեքսը ինձ համար շատ մեծ դաս էր, նախ չգիտեմ, որովհետև կարծես թե ինչ որ վիճաբանության վերածվեց քեսից, տորթի պատրվակով իրար շատ ուժեղ էինք հարվածում։ Մուռ ունեիք բաց։ Չգիտեմ, երևի թե այն մարդիկ, ովքեր որ մաքուր են եւ մենք իրենց տորթոտում էինք, ինչ նոր հայերեն բարեմ հորիներ տորթոտում էինք։ Իրանք չարացած էին եւ ուզում են ի պատասխան մեզ տորթի միջոցով, բայց հարված հասցնել։ Հասկացա, ինչ հետաքրքիր։
Մեթոդը կարելի է կիրառել։ Եվ ասեմ դրա հետևանքն էլ շատ դժվարությամբ, որովհետև տենց մի 40 րոպե տակ ջրի, հոսող ջրի տակ կանգնել եմ, որ մի փոքր փափկի, որ կարողանամ ես դա լվան։ Ամեն դեպքում տորթի հետ կապված այս արարողությունը ես մոռացել եմ, իմ հիշողության մեջ էլ լավ գանված, որ այլևս դա պետք չէ կրկնել։ Ալեքս, իսկ հետո արդեն Լիայի ծննդյան արարողությանը դուք նման փորձեր չարեցիք։ Որպես վրեժ։ Ես վրեժ չեմ լուծել Լիայից։ Ինքը պահել է հարսանիքի դեռ պահել է։ Ավելի մեծ հարսանիքին է լինելու։ Շատ ցավոտ է դա լինելու։ Այն տորթը ավելի մեծ է լինելու, հյուրերը շատ են լինելու, շատ հավես ձնագնդիկ է լինելու։ Ոնց էի մոռացել այդ շատ հիշարժան ու քաղցր օրը։ Ուղղակի չես պատկերացնում, շատ մեծ տորթ էր, կանաչ ու սպիտակ, քանի որ ես ուզում էի իր գլուխը խփել տորթին չհաջողվեց, տորթով խփեցի իրան, տորթը որ ընկավ գետնին, սկսեցին կտոր վերցնել ու խաղալ իրար հետ, բայց ով ում ոնց հասցնում խփում էր։ Ու այսպես կանաչ, սպիտակ, ահա ոչ մի մեքենա, ոչ մի բարեկամ եւ ոչ մի վարորդ չէր թողնում իր մեքենան նստենք տուն գնային։ Այս ուրախ պատմությունից անցնենք արդեն մեր հիմնական զրույցին։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք երկու իրադարձային թեմաներով, դրվագներ հիշելով, մեկը կապված քո եւ տաքսու վարորդի միջև միջադեպով, որը շատ քննարկվեց հանրային կերպով, մյուսը էլի վերջերս նկատեցի մի մարդու գրած վատ մեկնաբանություն է իր հրապարակել, որը անձնական վիրավորանք էր, եթե չեմ սխալվում, հասցրել քո անձին եւ քո բարձրաձայնումը ստիպեց նրանց ներողություն խնդրել։ Ուզում եմ սա դիտարկենք այն անկյան տակ, ինչու է մեր հասարակությունը հաճախ սովոր, երբ տեսնում է աղջիկ, ով որ այդ պահին փորձում է իրեն պաշտպանել, ով որ այդ պահին ֆիզիկապես կողքին չկա, օրինակ տղամարդ, որոշում է, որ կարող է խելքի փչածը ասել կամ անել։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ մեր հասարակությունը փորձում է իր քո ասած խելքին փչածը անել միայնակ աղջիկների եւ կանանց դեպքում, ես նման պատահարների հաճախ եմ հանդիպում, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ աղջիկա կամ կնոջ կողքին կանգնած է տղամարդ։ Դա ավելի վատ է։ Այո, դրա համար վերջերս զավեշտալի դեպքեր հաճախ են գրանցվում մեր հանրապետությունում։ Զավեշտալի է նաեւ այն, որ գուցե դա հին ժամանակներում էլ է եղել, մենք փոքր ենք եղել, չենք նկատել, չենք հասկացել, բայց հիմա ինձ համար ավելի ակնհայտ է, ավելի պարզ ու հասկանալի է, թե որքան է տարածված այն պահվածքը, այն վերաբերմունքը, որ ինչ որ մեկը կարող է մյուսին վիրավորել այն դեպքում, եթե մյուսը իր ապրելաոճով եւ իր գործունեությամբ չի առնչվում նրա հետ, իր իրականացրած աշխատանքը եւ գործունեությունը չի վերաբերում նրան, իր տեսակով, կյանքով ապրելաոճով եւ գործունեությամբ չի վիրավորում նրան, բայց միևնույնն է նրա կողմից արժանանում է վիրավորանքի։ Ինչու՞։ Դրա պատասխանը դեռ չկա։ Այսինքն խոսքի ազատությունը հասել է այն գագաթնակետին, որ ես կարող եմ քեզ վիրավորել քո նկարի տակ կամ քո տեսանյութի տակ ինչ որ բան գրել կամ քեզ բառացի վիրավորել եւ դրա համար չկրել պատասխանատվություն։ Ինչու դե մինչեւ նա քեզ չսպառնա կամ քեզ չդիպչի, չի գործում որևիցե սաստող օրենք։ Այստեղ ինչու եմ նաև ընդգծում միայնակ աղջիկ լինելու փաստը, այսինքն երբ կողքիդ ֆիզիկապես չկա տղամարդ, որովհետև հիշելով էլ այդ տաքսու վարորդի հետ կապված դեպքը, հրապարակել էիր մի քանի դրվագներ, երբ քո արդեն մտերիմ ընկերոջ հետ էիր եւ նա միջամտեց այդ դեպքին եւ այդ տղամարդը, որ վիրավորում էր քեզ, միանգամից վերափոխվեց, ավելի փափկեց, տոնը փոխեց, այսինքն այդ փաստը ամեն դեպքում մարդու մոտ ինչ որ բան է փոխում, որը որ անհասկանալի է։ Ես շատ նամակներ եմ ստացել կապված տվյալ վարորդի հետ, որ տվյալ վարորդը նման վատ կոպիտ սաստող վերաբերմունք է ցուցաբերել այլ հաճախորդների նկատմամբ, նույնիսկ տղաների։ Դրա համար իմ մեջ ես եզրակացություն եմ արել, որ հարցը ոչ միայն սեռն է, այլ մարդաքանակը, քանի որ այնտեղ մենք ավելի շատ էինք, մի փոքր փափկեց։ Բայց ես տղաներից նամակ եմ ստացել, որ նույնիսկ մեքենայի դռները փակել է եւ ասել է մինչեւ այս գումարը չտաս, չես իջնելու։
Նույնը իմ դեպքում եղավ, շատերի մոտ թյուր կարծիք էր, որ լի են 200 կամ 500 դրամի համար վիճաբանության մեջ է ընկել կամ գուլ է գնացել նման վիրավորանքների։ Բնականաբար ոչ։ Այստեղ խնդիրը 200 դրամը չի եւ 500 դրամը չի, այստեղ խնդիրը այն էր, որ ծրագիրը երբ որ փակվում է, այսինքն սեղմում են ավարտ կոճակը, այնտեղ գրվում է վերջնական գումարը, նույնիսկ եթե ճանապարհը փոփոխվել է, գումարը ավելացել է, ավելացված գումարով հանդերձ կոճակը սեղմելուց հետո վերջնական գումարը գրվում է, եւ ես տեսնում եմ, եւ ես այդ ժամանակ կանխիկ եմ վճարել։ Իմ հետևից գալիս է, ասում է 1500 չի, 1700 է։ Ես ասում եմ ոչ։ Այլ դեպքում ես կվճարեի եւ սիրով, բայց այս դեպքում, բացի այն, որ ես լսել եմ վիրավորանքներ, հայհոյանքներ, ես դա կուլ եմ տվել եւ մի հատ էլ դրա համար գուցե ավելի 200-ը կամ չգիտեմ 300-400-ը պետքա վճարեմ ճոխ վիրավորանքների համար, այդտեղ արդեն իմ պրինցիպիալ վերաբերմունքը առաջ եկա, որ ոչ 1500-ը, ուրեմն 1500-ը չի կարող ավել 200 դրամի մասին խոսք գնալ։ Դու իրականում այս առումով բավականին համարձակ ես, որ կարողանում ես նաև այդ դեպքերը բարձրաձայնել, որովհետև շատերը գուցե ինչ-որ առումով հանրային այդ քննարկումներից խուսափեն եւ չբարձրաձայնեն։ Ես ինչու եմ շատ անդադ նշում ես միայնակ աղջիկ լինելու փաստը, որովհետև ամեն դեպքում ուզում եմ նաև քո կարծիքը իմանալ։ Համամիտ չես, որ մենք ունենք այդ կարծրատիպը, որ եթե աղջիկ է մենակ է կանգնած կամ, չգիտեմ, նկարի մեջ մենակ ինքն է եւ չկա կողքին տղամարդ, ապա իսկապես կարելի է լինել ավելի համարձակ, քան երբ նրա կողքին կանգնած այդ պահին լիներ իր ընկերը, եղբայրը, հայրը։ Ասեմ ինչու չեմ համաձայնում։ Այն մարդը, ով որ իրեն արդեն թույլ է տալիս, անտակտ մեկնաբանություններ գրել կամ որևիցե վատ խոսք հղել դիմացինին, իր համար արդեն միևնույն է, դու միայնակ ես թե ինչ-որ մեկի հետ։ Եթե դու արդեն գնում ես այնքանին, որ վիրավորում ես մի մարդու, ում հետ դուք չունեք առնչություն եւ պատճառ հետևանք, քեզ համար արդեն միևնույն է, դու վիրավորում ես 1 հոգու, թե 2 հոգու, թե նա միայնակ է կանգնած, թե երկուսով։ Վիրավորողի համար իմ կարծիքով արդեն տարբերություն չկա։ Եթե ես մարդ եմ, որ ինձ իրավունք են վերապահում առիթ եւ անառիթ քեզ վիրավորելու, ինձ այդ բանին մեկ է լինելու, դու միայնակ ես թե ինչ որ մեկի հետ։ Այլ բան է համացանցից դուրս։ Եթե ես բնականից տեսնում եմ, մենք շատ քիչ հեռավորության վրա ենք, եթե քեզ մոտ լինի տղամարդ, գուցե ես վախենամ արտահայտեմ իմ ներսի վատ մեկնաբանությունը, ցանկությունը, որովհետև մտածում եմ, որ եթե աղջիկը ուղղակի կարող է հարց նայել կամ խոսքով ինձ սաստել, տղամարդը կարող է խոսքով չբավարարվել։ Ահա, փաստորեն կա տարբերություն այդ առումով։ Կա տարբերություն, բայց ինչ վերաբերում է համացանցին, այդ տարբերությունը չկա։ Հա, դե այնտեղ որովհետև հերույ է, մենք գուցե մտածում ենք, որ երբեք էլ չենք հանդիպի այս մարդու համացանցում տարբերություն չկա ոչ մի բանի հետ կապված, անկախ սեռից, անկախ տարիքից, անկախ քո ընտանեկան կարգավիճակից, անկախ քո մասնագիտությունից, անկախ քո կարևորությունից եւ անկարևորությունից համացանցում փնովում են բոլորին։ Եվ երևի թե մտածում եմ, որ դրա իրավունքը կա, դա նորմալ է, դա ընդունելի է եւ իմ կարծիքը երևի շատ կարեւոր է։ Բոլորը սպասում են իմ այդ կարծիքին, մի րոպե գրեմ, որ երկար չսպասեցնեմ։ Այ գալով արդեն համացանցային թեմաներին, համացանցում ցույց է տալիս ինքնաբավ, երջանիկ, հաջողակ մարդու կյանք, ինչպիսին որ էս։ Եվ զուգահեռ իրականությունում մենք հաճախ չենք սիրում այդ հաջողակ ու ինքնաբավ մարդկանց, ավելի կոնկրետ էլի պետք է նշեմ աղջիկներին, այլ սիրում ենք նրանց, ովքեր որ ավելի հաճախ դժբախտ պատմություններով են կիսվում, անհաջողակ են։ Այդ խնդիրը դու զգացել ես, այդ կարծրատիպը էլի զգացել ես քո անձի վրա։ Ես անկեղծ կլինեմ։ Ես շատ բաներ չեմ նկատում, չեմ զգում եւ չեմ վերցնում։ Ես նկատում եմ, զգում եմ եւ վերցնում եմ այն, ինչը տվյալ պահին ինձ փոխանցում է միայն դրական էմոցիաներ, դրական զգացողություն եւ պոզիտիվ։
Թե ինչպես է ընդունվում իմ ուժեղ կայացած համարձակ տեսակը, լավ թե վատ, ես միայն լավն եմ տեսնում եւ վերցնում։ Ես չգիտեմ որքան մարդու դուր չի գալիս իմ կայուն, ուժեղ եւ համարձակ տեսակ։ Ես անկեղծ չգիտեմ եւ չեմ էլ հետաքրքրվում, որովհետեւ վատ էներգետիկան չի հասնում։ Ինձ չի հասնում։ Ես իմ վրա դա չեմ վերցնում, ինձ չի հասնում։ Ինձ կարող են հասնել միանշանակ մեկնաբանություններ, որը բոլորի նկարների տեսանյութերի տակ գրվում է եւ լավն է գրվում եւ վատը, ոմանք ճնջում են վատը, ոմանք չեն ճնջում, պատասխանում են, ոմանք բացի պատասխանելուց նաեւ անդրադառնում են, բարձրաձայնում են։ Ես այն մարդկանցից եմ, որ 3 տարբերակը իր մեջ ունի։ Շատ հաճախ անտեսում եմ, երբեմն սիրում եմ սուր պատասխաններ տալ եւ երբեմն ընտրում եմ ինչ-որ մեկին, որի մասին ուզում եմ բարձրաձայնել եւ իր միջոցով մյուսներին հասկացնել եմ տալիս, որ ես էլ ունեմ ատամներ եւ իմ ատամները ես ցույց եմ տալիս։ Կարող եմ հաջորդը ձեզ կծել։ Ինչու մենք չենք սիրում հաջողակ մարդկանց։ Ես ինքս սիրում եմ հաջողակ մարդկանց։ Ես սիրում եմ, որովհետեւ ես իրենցով մոտիվացվում եմ եւ իրենցով ես ինձ զգում եմ մրցունակ դաշտի մեջ, որով եւ փորձում եմ առաջ գնալ ու ավելի կատարելագործվել։ Եվ ես ինչ շրջապատում եմ միայն ու միայն կայացած, աշխատասեր, հաջողակ, պոզիտիվ մարդկանցով։ Հնարավոր է այդքան ֆիլտրել շրջապատը, նեղ շրջապատը հնարավոր է, բայց շատ մարդկանց հետ ես շփվում։ Ես ունեմ շատ քիչ թվականակով ընկերներ եւ նույնքան քիչ թվականակով հարազատ մարդիկ։ Իսկ այն հարցը, որ կարող է հնչել հաջորդի, բայց չէ որ գործի ժամանակ գործընկերներին մենք չենք ընտրում, այո, մենք չենք ընտրում, բայց մենք ենք ընտրում, թե ինչպես իրենց հետ կազմենք մեր հարաբերությունը։ Ես բոլորի հետ ընտրել եմ ֆորմալ հարաբերությունների բանաձևը։ Ինչու դա պաշտպանողական նաև ֆունկցիա է կատարում։ Չէ, դա միակ ինձ համար բանաձևն է, որը թույլ է տալիս բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, որովհետև ֆորմալ հարաբերություններից երբ դուրս ես գալիս, բերում ես ավելի նեղ անձնական դաշտ, մի գեղեցիկ օր ինչ-որ մի առիթ լինում է նեղ սրտվածության, եւ մեկը մյուսից նեղանում եք կամ մեկը մյուսին նեղացնում է եւ այդտեղ նաեւ ազդում է ձեր գործնական հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ Դրա համար ինձ համար գոյություն ունի ֆորմալ հարաբերություն, այնտեղ իմ գործընկերներն են, ում ես շատ հարգում, սիրում եմ եւ իրենց հետ ունեմ ֆանտաստիկ աշխատանքային հարաբերություններ։ Ունեմ հարազատ մարդիկ, որոնք այն մոտիկ ընկերները չեն, բայց քեզ համար հարազատ են։ Գիտես, որ քո տխուր պահերին կհասնեն, քո ուրախությամբ էլ կուրախանան եւ շատ հաճախ դու ուզում ես իրենց հետ ուրախ տրամադրությունդ կիսել եւ լավ ժամանակ անցկացնել։ Գործընկերներդ չեն կարող դառնալ քո մտերիմ ընկերները։ Գործընկերները գործընկերներ են։ Բացառել ես այդ։ Գործընկերներին անձնական դաշտ չեմ բերում։ Կարող եմ սրճել, կարող եմ խոսել, կարող եմ հարցնել ոնց ես, կարող եմ հետդ կատակել, կարող եմ ասել տխուր ես, կարող եմ քեզ օգնել, բայց բերել իմ կյանք, իմ անձնական դաշտ, կիսվել եւ դուրս գալ քեզ հետ քաղաքից դուրս, երկրից դուրս կամ ուրբաթ նշելու չէ։ Ֆորմալը պետքա պահել սուրբ ֆորմալության մեջ, որի երբեք խնդիր չունենաս քո աշխատանքի վայրում, հատկապես շոու բիզնեսում։ Իմ կարծիքով, նորից եմ կրկնում այս ամեն ինչը, ինչ որ ասում եմ, իմ կարծիքով, իմ ընտրությամբ, իմ սահմանած բանաձևի շրջանակներում։ Ունեցել ես այդ վատ նախադեպը, որից հետո այդ բանաձևը սահմանել ես։ Ոչ։ Իսկ սկզբանե ես որոշել։ Վատ նախադեպ չեմ ունեցել։ Ես չեմ կարող ասել, որ ես այսպեսին ծնվել եմ, բայց շփումների հարցում միշտ եղել եմ զգուշավոր։ Դրա համար այդ ոլորտից է գալիս, շոու բիզնեսից է գալիս, որովհետև այստեղ ավելի մի քիչ ամեն ինչ ընդգծված է, գուցե օրինակ չգիտեմ, եթե լինես ուսուցիչ կամ հաշվապահ, այդքան ամեն ինչ ընդգծված չլինի։ Չէ, ես կասեի երևի թե այս փորձառությունը ձեռք են բերել ավելի ուսանող տարիքում, երբ ոնց է ուսանողական կյանքում արագ մտերմանում եք, ծանոթանում եք, շփվում եք, ամեն ինչ կիսվում ես, գալիս է քո տուն, դու իրա տունարի գիշեր ենք քո տանը պարապենք քնություն, իսկ հիմա ին տանը, այսպես մեկ էլ մի գեղեցիկ օր, ինչ որ մի հատ շատ անիմաստ, հա, եւ անարժեք բանից դուք լարվում եք եւ իրար ցավացնում եք։ Ու սկսում եք արհամարել, չնկատել, չշփվել, ու հետո հասկանում ես, որ
կան հարթակներ, որտեղի մարդկանց դու պետքա շատ մոտիկ չընդունես ու քո կյանք բերես։ Դու իրաց պետքա հարգես, ընդունես, սիրես այնպեսին, ինչպեսին որ կան, եւ տվյալ հարթակում իրենց հետ ունենաս շատ լավ, բարի դրացիական հարաբերություններ։ Վերադառնալով նորից քո կերպարին, տարբեր հարցազրույցներ երբ դիտում եմ ամենատարբեր ժամանակահատվածում, հստակ երևում է տարբերությունը հանրային խոսքի, խաղի, արտաքին տեսքի, երևում է, որ դու միշտ քեզ վրա աշխատում ես։ Դա պարզապես աշխատասիրություն է, թե այն միշտ ամենային ձգտելու հետևանք է, որը որ հաճախ գալիս է դեռ մանկությունից, երբ մեր մամաները միշտ ուզում են, որ մենք ամենալավը լինենք, միշտ հինգեր ստանանք, միշտ գեղեցիկ լինենք։ Երևի երկուսը մեկում։ Իմ մաման էլ փոքր տարիքից ինձ միշտ ասել է, որ ամենասիրուն ձեռագիրը պետքա ունենաս, ամենաբարձր գնահատականները պետքա ստանաս, ամենաօրինակելի աշակերտուհին պետքա լինես, եւ դրան զուգահեռ իմ կյանքում մտցրել է շատ ուժեղ ու խիստ դիսցիպլինա, թե որ առավոտյան ինչպես պետք է սկսվի օրս, ինչպես պետք է ընթանա եւ ինչպես պետք է ավարտվի։ Եվ այդ դիսցիպլինան բնականաբար այս տարիների ընթացքում ավելի է խստացել, խորացել եւ արմատավորվել իմ մեջ։ Եվ այո, եւ ամենային ձգտելու ջիղը կա իմ մեջ, չեմ կարող թաքցնել եւ ես ինձ համարում եմ շատ աշխատասեր մարդ։ Ես նույնիսկ իմ ներկայացումից, իմ նկարահանումներից, իմ սպորտզալից հետո երբ վերադառնում եմ տուն, ես միանգամից չեմ տրվում հանգստին։ Ես մտածում եմ, լավ, ինչ հետաքրքիր կոնտենտ նկարեմ համացանցի համար, որ իմ հետևորդները նայեն եւ չասեն հա լավ, այլ ասեն, բա ինչ հետաքրքիր էր, շատ լավն էր։ Ես կասեի նույնիսկ մի փոքր չէ, լավ էլ իդեալիստ եմ եւ դա գլուխ գովալու չէ, որովհետեւ դա շատ հաճախ ինձ խանգարում է ու ես անընդհատ այդ իդեալիստի մեխանիզմի մեջ մտնելով ես կորցնում եմ իմ ներքին հանգստությունը, խաղաղությունը եւ չեմ կարողանում վայելել ինձ համար առանձնացրած կամ ինձ տրված ժամանակը։ Ես դրա մեջ էլ փորձում եմ կիսատ մնացած բաները ավարտին հասցնեմ, բայց ես ժամանակ ունեմ, հա լավ, հետո կհանգստանամ, ես մի բանը ավել անեմ, այս մեկին պատասխանեմ, այս մեկին օգնեմ եւ առհասարակ դա արտահայտում է թե տանը կենցաղային հարցերում, թե սոցհարթակում գործունեություն ծավալելիս, թե թատրոնում, թե ֆիլմարտադրության մեջ եւ թե մյուսը մոռացա։ Մյուսը անձնական հարաբերություններն են, որտեղ եւս պիտի որ խանգարեն, դա եմ ուզում հարցնել, դու մոռացար։ Ընտանեկան հարաբերություններ ավելի, հա, բայց ինչ կետով է դա դրսևորվում, ոնց է խանգարում, եթե կարող ենք ընդհանրացնել մարդկային փոխհարաբերություններում, ոնց է դա խանգարում։ Ես քանի որ նշեցի ոչ բարով, չափազանց իդեալիստ եմ, ես եթե ընտրել եմ քեզ որպես իմ հարազատ մարդկանցից մեկը, իմ առօրյայի մեջ ես պարտավոր եմ ինձ զգում իմանամ թե դու ոնց ես, ինչպես են ընթանում քո գործերը եւ ինչպիսին է քո ինքնազգացողությունը։ Եվ եթե դու ուզենաս ինձ հետ հանդիպել, որովհետեւ դու ունես իմ հետ հանդիպման կարիքը կամ ցանկությունը, ես ամեն ինչ անելու եմ, որ դա հասցնեմ եւ ամեն ինչ անելու եմ, որ լինեմ քեզ համար օգտակարը։ Մի անգամ ասել ես քո Instagram-ին նայող մարդը գուցե կվախենա քեզ հետ շփվել։ Ինչու՞։ Instagram-յան Լիան այլ մարդ է։ Նա ուղղակի արվեստի ներկայացուցիչ է, դերասանուհի է, հաղորդավարուհի է եւ համացանցում ակտիվ ինֆլուենսեր է։ Իրական Լիան միս արյունից կազմված մարդ է։ Առավել եւս աղջիկ, էմոցիոնալ, բոլոր էմոցիոնալ երանգներից ունեմ, բոլոր, ավելի շատ հիմա մի փոքր այդ մելանխոլիա, հա, տենց է հենց, դրանից, մելանխոլիկ ես, մելանխոլիկ եմ հիմա դարձել ավելի շատ, ինչու, չգիտեմ, հիմա ոնց որ ավելի շատ սիրում եմ, երբ ժամանակս անցկացնում եմ ինքս ինձ հետ, իմ պատկերացրած լռության մեջ կամ իմ նախընտրած երաժշտության ռիթմերի ներքո, իմ տրամադրության մեջ, իմ ստեղծած մթնոլորտի մեջ։ Իսկ այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ զգացել ես, որ մարդը նայել է քո Instagram-ի եւ իսկապես վախեցել է քեզ հետ շփվել, ծանոթանալ կամ վախենալով է շփվել։
Վախենալը մի փոքր իհարկե փոխաբերական իմաստով եմ այդ բառը օգտագործել, բայց նկատի ունեմ պակաս համարձակ։ Հա, այնտեղ նայում են, երևի տեսնում են դե ուժեղ կայացած համարձակ աղջիկ է, տարբեր տեսակի կերպարներ է կարողանում ստեղծել, տարբեր տեսակի բնավորություններ է կարողանում ստեղծել, տարբեր դերերով է հանդես գալիս, միայնակ էլ ճամփորդում է, շատ ռիսկային է, լավ լայն աշխարհայացք ունի, հեռու մնանք։ Հա, չէ, գուցե մեզ համար դժվար լինի նրա հետ շփման ելքեր գտնելը կամ չկարողանանք ձգել նրա հետ ստեղծած արդեն իսկ շփումը, բայց իրականում աշխատանքային հարթակ է Instagram-ը, աշխատանքային հարթակ, որտեղ ես երբեք ցույց չեմ տալիս իմ իրական անկեղծ տրամադրությունը, էմոցիաները, զգացողությունը, ցանկությունը։ Իսկ անձնական հարաբերություններում դա խանգարում է։ Այդ երկու տարբերությունները, որովհետև ամեն դեպքում մարդիկ ի սկզբանե նայում են Instagram-յան էջը, այսօր ցավոք սրտի թե բարեբախտաբար, ու տեսնելով այնտեղ փորձում են հասկանալ ինչպիսին ես դու, եւ դրանով պայմանավորված անում կամ չեն անում իրենց քայլերը։ Եթե Instagram-յան հարթակին պետք է նայեն, կարող են քայլեր չանել։ Ինձ պետք է ճանաչել։ Ինձ պետք է տետ ճանաչել։ Ինձ պետք է զգալ, ինձ պետք է հասկանալ, ինձ պետք է ընդունել, ընկալել։ Բայց դու զգում ես, որ դա մի փոքր խանգարում է ամեն դեպքում, երբ մարդը իրականում քեզ ճանաչելիս այլ կերպ է ընկալում, մինչ այդ լրիվ այլ կերպ է պատկերացրել։ Չի խանգարում, բացարձակ, եթե իրան է խանգարում, պետք է փորձի այլ եզրեր գտնել այդ հանգամանքը իր մեջ լուծելու համար, որովհետև մասնագետ մարդուն չես կարող վերաբերել հենց որպես մասնագիտություն։ Եթե ես կերպար եմ ստեղծում, դա չի նշանակում ես առօրյայում ապրում եմ մի քանի կերպարով կամ փոխում եմ իմ բնավորությունը։ Ես կարող եմ փոխել իմ տրամադրությունը, բայց իմ բնավորությունը փոխել չեմ կարող։ Հա, կերպար, բայց Instagram-յան նկարները, սթորիները, այնտեղ դու ես, չէ՞։ Եթե հարցը անձնականին է վերաբերում, ինձ պետք չի Instagram-ով հավանեն ու քայլանեն։ Ես գիտեմ, որ հիմա շատ շփումներ ծնվում, շարունակվում եւ երջանիկ ավարտի են հասնում հենց համացանցով, բայց ես համացանցում ակտիվություն ցուցաբերելիս ես միտում չունեմ, որ ինձ այնտեղ պետքա տեսնեն, այդտեղով ճանաչեն եւ ուզենան ինձ հետ շփվել։ Դրա համար համացանցով նամակագրություններին բնականաբար ես չեմ պատասխանում, որովհետև ես դրանց լուրջ չեմ վերաբերում եւ նման նամակները չեմ բացում ու կարդում եւ չեմ էլ պատկերացնում, որ որևիցե մի նամակ պետք է տեսնեմ համացանցով, ոգեշնչվեմ, ոգևորվեմ, վստահեմ, հավատամ, ուզենամ պատասխանեմ։ Լավ, քանի որ ասացիր, որ տանը դու բոլորովին այլ Լիա ես, գիտեմ նաեւ, որ երկար տարիներ մենակ ես արդեն ապրում, ինչ մութ կողմեր ունի մենակ ապրելը։ Մենակ ապրելու ամենավախենալու կողմը ինձ համար դա երբ դու շատ ես հարմարվում քո ստեղծած մենակության հետ եւ հետո դա քեզ համար դժվարություն է առաջացնելու ինչ որ մեկին քո աշխարհ թողնելու պարագայում կամ դու ինչ որ մեկի աշխարհ մտնես տարբերություն չկա։ Այդ զգացել ես արդեն Չէ, այդ դժվարությունը։ Չէ, չեմ զգացել, բայց արդեն պատկերացնում եմ։ Պատկերացնում եմ, որովհետև արդեն երբ հյուրեր եմ ունենում, եւ եթե այդ հյուրերս գիշերակացով են, ես արդեն զգում եմ, որ իմ կոմֆորտը այստեղ մի փոքր տուժում է եւ փոխվում է, որովհետեւ մենակ ես չեմ, պետք է հաշվի առնել նաեւ այլ մարդու ցանկությունը, կոմֆորտը եւ տրամադրությունը։ Հա, մենք բոլորս միշտ երազում ենք, որ ինչ-որ մի տարիքի այնքան հասուն, կայուն լինենք, որ կարողանանք մենք առանձին ապրել, ինքնուրույն ապրել, որ ավելի հաստատվենք, կառուցենք մեր կյանքը, մեր կենցաղը, մեր տունը, եւ այդ երազանքներով գնալիս դու հասնում ես հենց քո երազած ու պատկերացրած օրվան, ամեն ինչ հիասքանչ չէ, ամեն ինչ քո պատկերացրածով է, քո պլանավորածով է։ Բայց դու հասկանում ես, որ եթե ես քո ստեղծած հեքիաթի մեջ հայտնվի ինչ-որ մի նոր հերոսուհի կամ հերոս, քո հեքիաթը այլևս նույնը չի լինելու։ Եվ արդյոք դու դրան պատրաստ ես։ Դա հնարավոր է խանգարի, երբ արդեն ընտանեկան կյանք կառուցելու հենց կոնկրետ փուլում լինես։
Չգիտեմ, շատ հնարավոր է։ Ոչ թե խանգարի, այլ սկզբնական փուլում դժվարություն է առաջացնելու։ Բայց պատրաստ ես անցնել այդ բարիերը։ Միանշանակ։ Դե մարդիկ կան, այդ կետին հասնում են, արդեն հասկանում են, որ չեն էլ կարող իրենց միայնակությունը զիջել ինչ-որ մեկին։ Դա երևի կյանքի ամենասպասված ու ցանկալի ու ամենաքաղցր բարիերներից է, որ երկու ոտքով պատրաստ ես անցնել։ Դրանից խուսափել պետք չի, որովհետև ավելի սարսափելի եւ ոչ ցանկալի դժվարություններ եւ իրավիճակներ կան, սա ինձ համար ամենա ցանկալիներից է։ Գալով արդեն մասնագիտական դաշտ, քանի որ նկարահանվել ու նկարահանվում ես ամենատարբեր ձևաչափերի նախագծերում, երկարատև սերիալներ, կարճ նախագծեր, գեղարվեստական ֆիլմեր, թատրոն, երկարատև սերիալներից եմ ուզում խոսել։ Հոգնեցնում են դրանք դերասանին։ Եթե սցենարը ինչ որտեղ թուլանում է, դերասանը իմ կարծիքով կարող է հոգնել իր դերից, որովհետև փորձում է մաքսիմալ հասկանալ, էլ ինչ կարող եմ տալ ես այս կերպարի շրջանակներում, էլ ինչ կարող եմ տալ, բայց եթե սցենարը շատ բուրըն զարգացումներով է ընթանում եւ սցենարիստը շատ պրոֆեսիոնալ է եւ կարողանում է գիծդ, քո կերպարի գիծը անընդհատ զարգացնել, ակտիվացնել, այդ դեպքում դու չես հոգնում որպես դերասան։ Բայց ունեցել ես այդպիսի փորձ, երբ հասկացել ես, որ իսկապես արդեն չես կարող շատ երկարատև նախագծերում նկարահանվել։ Չէ, ես այդքան շատ երկար նախագծերում չեմ նկարահանվել, դրա համար ես դեռ չեմ ես հակառակը ունեցել եմ կերպարներ, որ ավարտվելուց ասել եմ ես կարոտում եմ իմ այդ աղջկա բնավորությանը կամ ես կարոտում եմ իմ ընտանիքին, որովհետև այդ ընտանեկան տեսարանները մեզ մոտ այնքան բնական, այնքան ջերմ էր, նույնիսկ եթե դրանք ինտրիգային էին կամ վիճաբանական, միևնույն է ես ասում եմ ես կարոտել եմ իմ պապիկին, իմ տատիկին, իմ մամային, իմ պապային։ Դու դերասանուհի ես, ով անընդհատ սպասում է առաջարկների եւ դրանով պայմանավորված նաեւ աշխատում ես, քո կենցաղն ես ապահովում։ Լավ հոնորարը կարող է քեզ ստիպել նկարահանվել այդքան էլ ոչ քո սրտով նախագծում։ Ես ունեցել եմ լավ հոնորարով առաջարկ վերջերս եւ հրաժարվել եմ, որովհետեւ կերպարս իմ սրտով չէր, իմ մասնագիտական սրտով չէր եւ ես չէի ուզում նման կերպարով հանդես գալ հեռուստադիտողների համար եւ դրան զուգահեռ նաեւ ես չէի ցանկանում այդ գործընկերուհիների հետ կամ գործընկերների հետ աշխատել, որովհետեւ չէի ուզում Ինչու։ Հիմա շատ տաղանդավոր մարդիկ կան։ Նույնիսկ կան տաղանդավոր մարդիկ, ովքեր մասնագիտությամբ դերասան չեն, բայց շատ ակնհայտ տաղանդ ունեն դերասանական արվեստում։ Եվ կան մարդիկ, ովքեր ըստ իս այդքան էլ տաղանդավոր չեն, բայց պարբերաբար նկարվում են։ Ես այդ պարբերաբար նկարվող եւ ոչ տաղանդավոր մարդկանց հետ մի փոքր խուսափում եմ աշխատել, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է իմ գործընկերոջ պրոֆեսիոնալիզմը եւ տաղանդը, որովհետեւ նա ինքն իրենով ինձ օգնում է, որ ես ավելի լավը լինեմ։ Իսկ դու ո՞նց ես չափում այդ տաղանդավոր լինել կամ չլինելը։ Նայում ես, թե ինչ նախագծեր ունենա նկարահանվել, ինչպես է խաղում, կամ կարծիքներ ես հարցնում նաև քո ավագ գործընկերներից։ Չէ, միանշանակ կարծիքներ չեմ հարցնում, այլ մի փոքր ավելի սեփական փորձի վրա հիմնվելով, որ գուցե ունեցել եմ փորձ եւ պարտներская игра, հա, գործընկերոջ հետ խաղ, որ երբ որ նա իսկապես քեզ օգնում է, որ դու քո կերպարը կարողանաս ճիշտ զգալ եւ մատուցել։ Երբ որ դու դա չես զգում, դու դա չես տանում եւ այնտեղ չես տեսնում քեզ հետ հավասար աշխատող գործընկեր, դու հետո խուսափում ես իր հետ աշխատելուց։ Այսինքն ամեն դեպքում դու պատրաստ ես որոշ դեպքերում լավ հոնորարից հրաժարվել, այո։ Երբ կա Եթե սցենարի հետ կապված ունեմ մտավախություն, եթե կերպարիս հետ կապված ունեմ մտավախություն, եթե ընտրված դերասանական կազմի հետ ունեմ մտավախություն կամ անհամաձայնություն, նույնիսկ ամենաբարձր հոնորարի դեպքում ես կարող եմ հրաժարվել։ Դա չի նշանակում, որ ես այդ հոնորարի կարիքը չունեմ, դա նշանակում է, որ այս պահին ես իմ մասնագիտական առաջնահերթությունը ավելի եմ կարևորում, քան գումարայինը։ Լիա, քանի որ խոսում ենք այս թեմայից, չեմ կարող չհարցնել նաև քո մասնակցությամբ սեքսադարան հաղորդումը, որը շատ քննարկվեց ու քննադատվեց մարդկանց կողմից ամենատարբեր ձևով։ Հիմա այդ քննարկումներից հետո արդեն կա զղջում, որ վարել ես այդ հաղորդումը։
երբեք։ Ես դերասանուհի եմ, ես հաղորդավարուհի եմ, դա իմ ռեժիսորի կողմից տրված դեր էր, սցենարիստի կողմից գրված տեքստ էր եւ ես իմ մասնագիտական աշխատանքը կարծում եմ արել եմ բարձր որակի վրա։ Շատերը ասում են ինչու է Լիան համաձայնվել, արդյոք Լիան կարիք ունի այդ ֆորմատի, այդ ձևաչափի հաղորդում վարելու։ Դե հասկանանք ինչ է նշանակում կարիք ունի կամ ինչու է համաձայնվել։ Այսինքն դու արդեն կայացած դերասանուհի ես, նկարահանվել ես բազմաթիվ լավ նախագծերում եւ դա հաղորդում էր, որտեղ մի փոքր այդ էրոտիկ մասը կար եւ այսինքն եկեք մի փոքր հասկանանք, այսինքն հեռուստասերիալում անկողին մտնել եւ համբուրվել, որը որ իրականացվում է, դա նորմալ է, բայց հաղորդման ժամանակ ուղղակի նստած խոսել դրանց մասին, դա նորմալ չի, չեմ հասկանում։ Ես ներկայացել եմ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի եւ հաղորդավարուհի։ Ես ունեցել եմ կերպարի խնդիր եւ ունեցել եմ գրված սցենար, որը որ բնականաբար ես չեմ հորինել եւ ես չեմ որոշել ինչ ասեմ եւ ինչպես։ Այսինքն դու այդտեղ դերասանուհի ես թե հաղորդավարուհի։ Երկուսը մեկում, որովհետեւ եթե մեկ անգամ նայել եք այդ հաղորդումը, սկզբից մինչև վերջ, այնտեղ սկսվում է դերասանուհու կերպարով, ով ռեժիսորի կողմից տրված խնդիրը իրականացնելով եղել է գայթակղիչ ձայնով աղջիկը, որից հետո վերածվել է շատ գործնական հաղորդավարուհու եւ համապատասխան բժիշկների հետ իրականացրել է հարցազրույց, ինչպես որ դու ես հիմա իրականացնում ինձ հետ։ Եվ ամենավերջում ունեմ քեզ համար կարճ հարցեր, որոնց պետք է նաեւ կարճ պատասխաններ տալ։ Ում ես առաջինը զանգում, երբ խոսելու կարիք ունես։ Ավստրիայի ընկերուհուս Նունեին։ Ում ներկայությամբ կարող ես լացել։ Զարայի։ Ով է Զարան։ Իմ ընկերուհին է, ով հիմա ապրում է Բալիում։ Շոու բիզնեսում ում հետ ես ամենամտերիմը, պարզեցինք, որ ոչ ոքի։ Չէ, մտերիմ մարդիկ ունեմ։ Որպես մտերիմ ընկեր։ Հա, Ելենան Արշակյան, Ելենան Բարիսենկո։ Գործընկերներից ավելի մտերիմ ընկերներ են։ Հա, որ ես կարող եմ իրենց հետ գործից դուրս ինչ-որ հարցեր քննարկել կամ կիսվել իրենց հետ։ Ում հետ կուզեիր խաղալ գեղարվեստական ֆիլմում։ Արտասահման։ Չէ, Հայաստան։ Հայաստան։ Չեմ մտածել այդ մասին։ Չկան ֆավորիտներ։ Դե չեմ մտածել, պետք է մտածեմ, անկեղծ չեմ մտածել։ Պետք է հիմա մտածեմ։ Դե մտածիր։ Իհարկե, շատ սպանտ։ Ոյ, Հրաչյա Գասպարյանի։ Եվ ումից մասնագիտական խորհուրդ կհարցնես։ Իմ վարպետներից։ Նարեկից Դուրյան կարող եմ հարցնել, Հրաչյայից Գասպարյան կարող եմ հարցնել։ Ցավոք սրտի իմ դերասանական վարպետության վարպետը երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգարյանը ողջ չէ որ հարցնեմ, բայց նաև Ելենայից Արշակյան կարող եմ հարցնել։ Շնորհակալ եմ շատ Լիա։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսպիսին էր Լիա Զախարյանը Breakpoint-ի տաղավարում, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ, սրտիկել, կհանդիպենք մյուս շաբաթ։